Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, այսօր հոկտեմբերի 27-ն է եւ լրանում է 26-րդ տարելիցը այդ ոճրագործության։ Դուք մեզ հետ զրույցում նախորդ թիվ հայտնել եք, որ 2019 թվականին հանդիպել եք Նաիրի Հունանյանին եւ ինքը որոշ անուններ է տվել, որոնք իրեն շահագրգռել են նաեւ գնալ այդ քայլին։ Ուզում եմ հիմա հարցնել, կան տվյալներ եւ կամ փաստեր, որոնց մասին դեռևս չեք խոսել եւ առաջին անգամ այսօր պիտի բարձրաձայնեք դրա մասին։ Սկսենք այդտեղից, հանդիպումից նաեւ եւ այդ հանդիպումից ավելի շատ մանրամասներ։ Նախ ուզում եմ հստակ արձանագրենք, որ հոկտեմբեր 27-ի իրողությունները մեծ հաշվով այն նպատակը, որ դրվել էր այդ ոճիրն իրականացնելու հիմքում, այսօր գոնե կարող ենք հաստատապես ասել, որ բոլոր մեր պետության հակառակորդները, ովքեր շահառու էին մեծ հաշվով այդ իրադարձությունների արդյունքում, իրենց նպատակին չեն հասել։ Այսինքն վերջնանպատակին չեն հասել։ Նպատակը իրականում հայկական պետականության ջախջախումներ, չեղարկումներ, որովհետև ի վերջո պատահական մարդիկ չէին սպանվել, լեգիտիմ իշխանության կրողներն էին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը եւ ոչ պատահականորեն երկուսն էլ որպես հիմնական թիրախ էին ընտրվել ստուգողական կրակոցով Կարեն Դեմիրճյանը սպանվեց, այսինքն այնպես չէր, որ իրենք նպատակ ունեին Վազգեն Սարգսյանին վերացնել եւ Կարեն Դեմիրճյանը չի մտել իրենց ծրագրերի մեջ։ Ես այդ հարցնել եմ տվել Նաիրիին, խոսեմ դրա մասին։ Ակնհայտ է, որ մենք մեծ հաշվով այս ամբողջ 26 տարիների ընթացքում ապրել ենք կենաց մահու այդ սահմանագծին, կլինի հայկական պետականություն, թե ոչ։ Եվ ըստ էության մեր պետության հետ տեղի ունեցած դրամատիկ մի շարք իրադարձություններ ուղիղ կապ ունեն նաև հոկտեմբեր 27-ի հետ, եթե չլիներ հոկտեմբեր 27-ը, չէր լինի օրինակ 94 թվականի ապրիլի 12-ի իրադարձությունները, մարտի 1-ի ողբերգությունը, չէր լինի քարորյան, չէին լինի այն դրամատիկ իրադարձությունները, որոնք դիվանագիտական, արտաքին քաղաքական, հիմնարար իհարկե ձախողումների հետ էին կապված եւ իհարկե 20 թվականի 44-օրյա պատերազմը ուղիղ հետևանք է։ Այսինքն հոկտեմբերի 27-ով է այս ամեն ինչի հիմքը դրվել։ Այո, այն ինչ նպատակը, որը դրվել էր հոկտեմբեր 27 իրագործելու հիմքում, դա հայկական պետականության չեղարկումն էր եւ դրան հաջորդած բոլոր իրադարձությունները, Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարումը, երբ Հայաստանում ըստ էության վասալիզետ ձևավորվեց, որի նպատակը Հայաստանում առհասարակ ինքնիշխան ժողովրդի իշխանության կրող որևէ քաղաքական սուբյեկտ չպետք է լիներ, որը կարող էր ընդդիմանալ ռուսական որևէ ծրագրի, որ կարող էր Հայաստանի հետ կապ ունենալ։ Ռուս պաշտոնյաները անարգել գալիս էին Երևան եւ ասում էին, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է եւ նրա կողքը կանգնած օրինակ իր գործընկեր Արտուր Բաղդասարյանը Գալուզին այդպիսի բան կար, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի խորհրդարանի ղեկավարը, որևէ մեկը նրան չէր կարող հակադարձել։ Մենք հասել էինք մի սահմանագծի, որտեղ ուղղակի տեղի իշխանավորները նոմինալ էին նախագահ կոչվում, դրանք գուբերնիայից շատ ավելի վատ կարգավիճակ ունեին։ Եվ այդտեղ պիտի ասեմ, որ մեր ամբողջ 20-ամյա մոտավորապես պատմությունը մի բանի մասին է, որ 27-ի հիմքում նպատակ կար հայկական պետականությունը կազմաքանդել եւ 44-օրյա պատերազմի նպատակն էլ մեծ հաշվով կարող ենք ասել Ռուսաստանի կողմից սանձազերծված իհարկե Ադրբեջանի ուղիղ մասնակցությամբ դրա իրական հիմքում
հայկական պետականության չեղարկումն էր։ Եթե կհիշեք, վերջերս վարչապետը մի շատ կարևոր արձանագրում արեց, որ այո, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել, բայց դա կարժենար հայկական պետականությունը։ Մենք այդ գինը պատրաստ էինք վճարել։ Այսինքն մեզ Պուտինը առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Նա ի վիճակի է եղել պատերազմը կանգնեցնել, բայց խնդրագիր է ուզել Հայաստանից միութենական պետության մաս դառնալ։ Ես կարող եմ վկայաբերել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեզ հետ հանդիպել է վարչապետը, մեզ իրազեկել է, որ մենք գնում ենք Լավրովյան պլանի իրագործման ճանապարհով եւ հավաստիացում է ստացել Ռուսաստանի նախագահի կողմից, որ եթե Հայաստանը համաձայնում է Լավրովի պլանին, պատերազմը կանգնում է։ Այն պահին, երբ պատասխանը պիտի երեկոյան քննարկվեր Պուտինի հետ, Պուտինը հրաժարվում է այդ իր նախորոք արված առաջարկից, ասելով, որ Ադրբեջանը չի համաձայնում։ Այսինքն Ռուսաստանը այդ աստիճան ներգրավված է եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի դեմ պատերազմը, ոչ միայն ֆիզիկական պատերազմը տանուլ տալու, նաեւ դիվանագիտական պատերազմը մեզ համար պարտության հասցնելու եւ մատնելու ծրագրի մեջ։ Եվ իհարկե պետք է ասել, որ այն հնարավորությունները եւ այն պատուհանները, որ հիմա բացվում են Հայաստանի առաջ, մեծ հաշվով ուղիղ կապ ունեն նաեւ հոկտեմբեր 27-ի այն հնարավորությունների կորստի հետ, որոնք անհնար դարձան հենց այդ դեպքերի բերմամբ։ Օրինակ, պարոն Բաբաջանյան, օգոստոսի 8-ի սեպտեմբերի Վազգեն Սարգսյանի սեպտեմբերին Միացյալ Նահանգներ այցելություն եւ այն հնարավորությունների պատուհանը, որ Միացյալ Նահանգները վերստին լեգիտիմ իշխանության հանգամանքով պայմանավորված Հայաստանին փորձում էր տարածաշրջանի կոմունիկացիաների ընդհանուր մաս դարձնել։ Գիտեք, մենք 93-94 թվականներին, երբ դարի պայմանագիրներ կնքվում Բաքվում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, գազամուղներ ծրագրվում, Հայաստանը հնարավորություն ուներ Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջազգային հանրության Հայաստանի համար ընդունելի մի ձևաչափ ընտրել, որը հնարավոր կդարձներ Հայաստանին եւս մասնակից դարձնել այդ ընդհանուր կոմունիկացիաների ուրեմն նախագծին եւ որը կդառնար նաեւ անվտանգության ինչ որ իմաստով երաշխիք։ Հայաստանը որոշեց հրաժարվել Ռուսաստանի դրդմամբ բնականաբար։ Եվ հաջորդ հնարավորությունը, որ բացվեց մեզ համար, դա մայիսյան ընտրություններից հետո լեգիտիմ իշխանություն կրող Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին, որոնք հնարավորություն տվեցին, որպեսզի Քլինտոնի ադմինիստրացիան վերստին մեզ առաջարկի վերադառնալ այդ նախագծին եւ այդ հնարավորությանը։ Եվ եթե հիշում եք, Մեղրիի հարցը քննարկվել է նաեւ Վազգեն Սարգսյանի հետ Միացյալ Նահանգներում, ընդհանրապես այդ ճանապարհի կառուցման, դրա նշանակության մասին եւ հասկանում ենք, որ այն ինչ մեզ առաջարկվեց օգոստոսի 8-ին, մենք կարող էինք ունենալ դեռևս 99 թվականին եւ կարող էր այս ճանապարհը արդեն կառուցված լինել, Հայաստանը կարող էր դառնալ ընդհանուր տարածաշրջանի մաս եւ մենք այս կորսված 26 տարին չէինք ունենա, մենք կունենայինք բոլորովին այլ իրականություն։ Այսինքն այն, որ Վազգեն Սարգսյանը ասել, որ մեծ հաշվով օգոստոսի 8-ի համաձայնությունները Հայաստանի հերթական հնարավորությունն են կորսված այդ տարիները ուրեմն լրացնելու եւ համոզված կարող եմ ասել, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը հոկտեմբեր 27-ն է։ Եվ մեծ հաշվով ավելին ասեմ, հոկտեմբերի 28-ը պայմանական օգոստոսի 8-ն է, որովհետև մենք մինչև օգոստոսի 8-ը հոկտեմբեր 28-ի հույս որպես այդպեսին չենք ունեցել։ Հայաստանի առջև բացված հորիզոնները օգոստոսի 8-ով մեծապես ուղիղ կապ ունեն հոկտեմբեր 27-ի
ուրեմն ոչիրի հետ, որոնք փորձում են կանխել, որոնք ուղղակի հնարավորություն չտվեցին, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները Վազգեն Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների կառավարության այդ ժամանակ Ալ Գորի փոխնախագահի, որը կառավարության ղեկավարն էր, փակ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Ինչ վերաբերում է Նայիրի հետ հանդիպման առանցքային կետը այն անձինք են, ովքեր մեծ հաշվով ոգևորել են նրան, խրախուսել են նրան գնալու այդ արկածախնդրության, նրան հավաստիացնելով, որ եթե չի լինում Վազգեն Սարգսյանը, Հայաստանի բոլոր խնդիրները լուծվում են։ Ես կարող եմ մի քանի անուն տալ. Վազգեն Մանուկյան, Հրանտ Մարգարյան, Ռուբիկ Հակոբյան, որոնք անընդհատ հանդիպել են Նայիրին, նրան ոգևորող այսպես նպատակով։ Եվ պատահական չի, որ Վազգեն Մանուկյանը դուրս եկավ ազգային ժողովից եւ ասեց, սրանք մի քանի ռոմանտիկներ են, ոչ մի բան չկա բացահայտելու, ամեն ինչ պարզ է։ Մարգարյանն էլ սրբության սրբոց է համարում։ Մարգարյանը վերջերս նաև ասում էր, որ հոկտեմբեր 27-ը ժողովրդական պորտկում էր, ցասում էր։ Եվ դա կարող է կրկնվել։ Այսինքն իրենք բոլորը գալիս են նկարի մեջ տեղավորվում են, թե ինչպես են իրենք նաև ծրագրել այս բոլորը։ Եվ Նայիրին էլ ինձ ճիշտ ասած ես ինչի եմ իրեն հանդիպել, որտեղ ինքը դիմում էր գրել, ես ազգային ժողովի պատգամավոր էի, ինքը վաղաժամկետ պայմանական ազատման դիմում էր գրել։ Եվ ինձ հետաքրքիր էր, թե այդ ինչ հույսով է գրել, որ կարող է իրեն շնորհվել այդ պայմանական ազատման հնարավորությունը։ Ինքը ինձ հավաստիացնում էր, որ մենք պիտի իրեն խնդրենք, որ ինքը դուրս գա եւ իր առաքելությունը լրումին հասցնի։ Ո՞րն է իր առաքելությունը։ Որ մեզ պիտի ազատի մորուսավորներից։ Բառացի եմ ձեզ ասում, այսինքն ինքը դեռ ուրեմն իր առաքելությունը պիտի ամբողջացնի։ Ինքը վստահ է, որ հայ ժողովրդի կյանքում մեծ առաքելություն է իրականացրել եւ մենք տեսնում ենք, որ ինքը համախոհներ ունի։ Վազգեն Մանուկյանն էլ է այդպես մտածում, իդեպ որը անձնական վրեժ ուներ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որը 96 թվականին իր համոզմամբ իր հաղթանակը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսինքն ամեն մեկը իր մոտիվը ունի։ Հրանտ Մարգարյանը իր մոտիվը ունի, Ռուբեն Հակոբյանը իր մոտիվը ունի, բայց այստեղ ամենաեականը նա է, որ այս անհատները այսօր առանցքային դերակատարներ են մեր քաղաքական կյանքում։ Այսինքն 26 տարի անց այն մարդիկ, ովքեր հոկտեմբեր 27-ի վառելիքը վառողներն են եղել, լիցքավորողներն են եղել այդ մեքենան, այդ ահաբեկչական մեքենան, նրանք շարունակում են կարևոր դերակատար լինել քաղաքական մեր ներկա բնակում։ Նորությունը, ասեմ ձեզ, ես սրա մասին քննչական նոր այս գործողություններին եմ մասնակցել եւ խոսել եմ իմ հանդիպման մասին։ Այնտեղ ասել եմ, երևի թե այստեղ էլ արժի խոսել դրա մասին։ Ես հանդիպել եմ Լիտվինենկոյին։ Եվ պարոն Բաբաջանյան Լիտվինենկոն այն զինվորականն է, ում Լոնդոնում սպանեցին։ Հայտնի նաև հայտարարությունից հետո։ Այդ հայտարարության հետ կապ չուներ, բայց այդ հայտարարությունը, այո, 2003 թվականին ադրբեջանական լրատվամիջոցով տարածվեց, երբ նա ասաց, որ իրենք շատ ավելի վաղ գտնվել են Հայաստանում, մինչև կոնկրետ իրադարձությունները, այսինքն մինչև սպանությունը, մինչև ահաբեկչությունը, ալֆան ռուսական արդեն եղել է Հայաստանում կամ ճանապարհին, չիմանալով որ տեղի է ունեցել այդ ոճիրը, ոչ թե դրանից հետո, այլ դրանից առաջ իրենք եղել են Երևանում եւ ըստ էության իրենք պիտի մտնեին եւ չեզոքացնեին կամ վերացնեին ահաբեկիչներին։ Դա թույլ չի տվել Վլադիմիր Գասպարյանը, կանգնելով ազգային ժողովի դռների դիմաց, թույլ չի տվել, որ ալֆան մտնի ներս եւ ուրեմն վերացնի հետքերը։ Եվ Լիտվինենկոյի հիմնական ասելիքը նա էր, որ զոհերի հարազատները պիտի իրեն
դիմեն այդ հարցով եւ ինքը պատրաստ է մի շարք փակագծեր բացել, որոնք վերաբերում են այդ ոճիրին եւ Ռուսաստանի իշխանությունների ուղիղ մասնակցությանը դրան։ Իսկ ինքը ասում էր, որ այդ հայտնի հարցազրույցում, որ դեպքերը տեղի են ունեցել, որովհետեւ Հայաստանը որոշել էր գնալ կարգավորման, որը Ռուսաստանի համար ձեռնտու տարբերակ չէր համարվում։ Միացյալ Նահանգների հովանավորությամբ էր տեղի ունենալու խնդրի կարգավորումը։ Եթե հիշում եք, այդտեղ դեպքերը այսպես են հաջորդում, Վազգեն Սարգսյանը վերադառնում է Միացյալ Նահանգներից, Ստրոբ Թալբոթը, որը Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալն է եւ հիմա ողջ է, ես նրան հանդիպել եմ Միացյալ Նահանգներում, պատմում է, թե Երևանում վերջնական Վազգեն Սարգսյանի հետ պայմանավորվելուց հետո Ստամբուլ ուղևորվելու ճանապարհին իմանում է Երևանում տեղի ունեցած ոճրագործության կամ ահաբեկչության մասին եւ խափանվում է ամբողջ ձեռք բերված պայմանավորվածություն։ Իդեպ հաճախ փորձում են արտաքին կապը հենց կապել Միացյալ Նահանգների հետ, որ արտաքին շահառու է եղել Միացյալ Նահանգները։ Դե դա անում են բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ փորձում են քողարկել ռուսական թելը այդ իրադարձությունների կամ ռուսական հետքը։ Ակնհայտորեն Հայաստանում գործակիցներ են ունեցել Նաիրի Հունանյանը, այդ գործակիցների շրջանակը ուղիղ կապ է ունեցել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, Ալիկ Հարությունյանի հետ, դղանջատված մասով կա ահռելի չքննված գործ, այդ շրջանակ կա, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել այդ մարդկանց, այդ մարդիկ ակտիվ հիմա էլ դերակատարներ են, խմբագիրներ են, հեռուստատեսությունների եւ այլն։ Եվ կարծում եմ, որ այս նոր քննությունը ինչ որ իմաստով կարող է նոր հանգամանքների հայտ բերել այս գործի բացահայտման ուղղությամբ, ինչը մեր պետության դիմակայունության համար եւ դիմադրողունակության համար կա չափազանց կարեւոր եմ համարում եւ իհարկե ես կարծում եմ, որ Հայաստանը պիտի ահռելի ներքին ամրություն ունենա, որ կարողանա այս ծավալի եւ այս մասշտաբի գործի բացահայտման ուղղությամբ աշխատանքներ տանի, որտեղ մենք հասկանում ենք արտաքին դերակատարների ազդեցությունը այսպիսի գործերի վրա եւ հասկանում ենք, որ եթե բոլոր հետքերը տանեն մի ուղղությամբ, դա ինչ ահռելի հետևանքներ կարող է ունենալ։ Բայց գործի չբացահայտվելը, պարոն Բաբաջանյան, ինչ կարող է արժանալ մեր պետության համար։ Նույն հոկտեմբերի 27-ը մենք գիտենք ինչ է արժեցել, բայց նաև գործի չբացահայտվելը, ինչ արժեք մենք կարող ենք վճարել դրա համար։ Ասեմ ձեզ, որ որևէ փաստ չկա, որ գործի բացահայտումը եւս կարող է գինչ արժենալ։ Այսինքն դա էլ կարող է մեր վերաթափել։ Իհարկե, որովհետև Հայաստանը այսօր գոնե այնպիսի ազդեցությունների տակ է եւ այնպիսի քաղաքական ներքին ուրեմն ահռելի, այսպես շահագրգիռ շրջանակների ուղիղ թիրախում է հայկական պետականությունը, որ չի բացառվում, որ դերևս չունենալով բավարար ներքին պոտենցիալ կայացած ինստիտուտներ, բացահայտումը եւս լիարժեք բացահայտումը կամ ամբողջական բացահայտումը եւս մեծ գին արժենա Հայաստանի։ Օրինակ, պարոն Բաբաջյան։ Մեծ հաշվով կարծում եմ, որ Հայաստանը պիտի ճիշտ պահը ընտրի, թե երբ կարող է հայտարարել ընդհանրապես բացահայտման մասին եւ հստակ ֆիքսել, թե ով ինչ չափով ներգրավվածություն է ունեցել, արտաքին ինչ դերակատարներ են ներգրաված եղել դրանում մի պարզ պատճառով։ Այդ պատճառը հիմա էլ կա իդեպ։ Արյունը արտաքին ինտերվենցիայի, արտաքին ներգրավվածության համար ամենահարմար հնարավորությունն է եւ պիտի ասեմ, որ հոկտեմբեր 27-ից հետո էր միայն հնարավոր Հայաստանը այդպիսի վասալիտետի կարգավիճակի հասցնել։ Հոկտեմբեր 27-ից հետո էր հնարավոր գույք պարտքի դիմաց գործարք ընդհանրապես պարտադրել։ Մի բան, որ նույնիսկ դրա նախաձեռնությունը Երևանից է եկել, ոչ թե Մոսկվայից։ Այսինքն օրվա իշխանությունները
այդ աստիճան վասալներ են եղել, նրանք ճորտեր են եղել, հարճեր են եղել ռուսների։ Եվ դա ցույց է տալիս, թե Ռուսաստանը ինչպես է վերաբերվել Հայաստանին եւ այդ սեփականությունների մեջ, որոնք Հայաստանի համար ռազմավարական ակտիվներ են եղել, մի սենտ չի ներդրել Ռուսաստանը 26 տարվա ընթացքում 2002 թվականից ներողություն գոնե նոյեմբերից, երբ կնքվել է Գույք պարտքի դիմաց այդ գործարքը, որպեսզի ապահովվի Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի նախագահական վերընտրությունը։ Այս է եղել։ Եվ այստեղ նաև այսօրվա հետ շատ հետաքրքիր զուգահեռներ կան, հոկտեմբեր 27-ը նաև կաթողիկոսի ընտրության օրն է։ Դա ինչպես է զուգորդվում, պարոն Բաբաջանյան։ Ոչ պատահականորեն Նայիրին ընտրում է իր ոճիրը իրագործելու այն օրը, երբ պիտի տեղի ունենար փաստորեն կաթողիկոսի ընտրությունը։ Կաթողիկոսի ընտրությունը սկսվել է երկուշաբթի։ Դա չորեքշաբթի օր էր։ Եվ դա ամփոփման քվեները ամփոփելու, քվեները հաշվելու օրն էր չորեքշաբթի օրը, երբ կառավարության հետ ազգային ժողով հարցուպատասխաններ տեղի ունենում։ Եվ ամբողջ մեդիա եւ հանրային ուշադրությունը մայրաթոռում էր։ Եվ նրանք, ովքեր մտածել էին Նայիրին հենց նույն օրը ուղարկել ազգային ժողով, այդքան անաստված են, որ ընտրել էին այն օրը, երբ պիտի հռչակվեր ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Եվ ոչ պատահականորեն փաստորեն Հովնան Սրբազանը, որը կարող էր չհայտարարել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հայտարարել, որ Երևանում այսպիսի բան է տեղի ունեցել, իմանալով հանդերձ, որ Երևանում այդպիսի բան է տեղի ունեցել, հայտարարում է անունը եւ հնարավորություն տալիս, որպեսզի Գարեգին II-ը արդեն իր նոր հանգամանքով ուրեմն տեղեկանա դրա մասին եւ հայտարարի, որ ուրեմն Վազգեն Սարգսյանը չկա, Կարեն Դեմիրճյանը վիրավոր է։ Ինչը կանխում է ուրեմն եկեղեցում փաստորեն նոր կաթողիկոսի ընտրության կամ ընտրության նոր այսպես շրջանի այսպես հավանականությունը եւ այդ իմաստով կարծում եմ այդտեղ ուղակի դետալների այսպես փոքր մոզաիկա կա, նրանք ովքեր հետևել են այդ իրադարձություններին կարող են նաև ականատես դառնալ եւ համոզվել, որ այսօրվա իրողություններն են, որոնք եկեղեցու հետ կապ ունեն, ուղիղ գալիս նաև հոկտեմբեր 27-ի իրադարձությունների հետ են առնչվում են իմաստով, որ եկեղեցու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր անթաքույց հայկական պետականության եւ հայկական պետականության հարատեվության հակառակորդ են որպես դիրքավորվել։ Այստեղ էլ հիմքը էլի դրվել է 26 տարի առաջ։ Իհարկե։ Առնվազն նրանք համահունչ են այն քաղաքական շրջանակների հետ, ովքեր այս կամ այն կերպ մասնակից են, ոգևորել են, լիցքավորել են Նայիրի Հունանյանի նպատակները եւ նրան անհրաժեշտ գաղափարական սնունդ են տվել իր ահաբեկչությունը իրագործելու ահաբեկչական այդ ակտը իրագործելու համար։ Հիմա Գարեգին վեհապարի այսպես համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարծում եք պատահական է։ Իսկ պատահական չէ։ Իհարկե ոչ, ես կարծում եմ, որ նրանց կապում է նաև այն ճակատագիրը, որը երկուսով մեկնարկել են հենց հոկտեմբեր 27-ից հետո։ Միայն հոկտեմբեր 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը կարողացավ արդեն միանձնյա իշխանություն հաստատել Հայաստանում։ Միայն հոկտեմբեր 27-ից հետո հնարավոր եղավ Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանում հաստատել քրեա օլիգարխիան, մի բան, որ ի վիճակի չէր անել, երբ կար Վազգեն Սարգսյանը, առավել եւս Կարեն Դեմիրճյանը, որոնք միասնաբար ըստ էության դեռևս 95 թվականից կորսված լեգիտիմ իշխանության վերադարձն էին ապահովել։ Մենք 95 թվականին ունեցել ենք խորհրդարանական ընտրություններ, 96 թվականին ունեցել ենք վիճահարույց նախագահական ընտրություններ եւ 98 թվականի նախագահական խայտառակ ընտրությունները, իդեպ ես եղել եմ Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի
անդամ եւ հիշում եմ, որ ընտրությունների երկրորդ փուլը կորցնելուց հետո մենք քննարկում էինք Սահմանադրական դատարանում վիճարկելու նպատակահարմարության մասին եւ Կարեն Դեմիրճյանն ասում էր չի արժում որևէ պաշտոն մի կաթիլ արյուն։ Ես թույլ չեմ տա, որ արյուն հեղվի, իսկ ես գիտեմ, որ սրանք արյուն թափող են։ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը։ Եվ մարդը չգնաց Սահմանադրական դատարանում վիճարկելու այդ ընտրությունների արդյունքները վստահ լինելով, որ մենք հաղթել էինք այդ ընտրություններում։ Սպասեց իր ժամին 99 թվականի մայիսին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Վազգեն Սարգսյանի հետ իրենք մասնակցեցին եւ իրենք լեգիտիմություն վերջապես վերադարձրին հայկական Հայաստանի իշխանություններին։ Եվ դա հանգիստ չէր տալիս Հայաստանի ներքին թշնամիներին, որի պարագլուխը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ արտաքին դերակատարներին, որոնց համար Ռոբերտ Քոչարյանը շատ հարմար գործիք էր։ Պարոն Բաբաջանյան, քաղաքական դերակատարները քիչ թե շատ հասկանալի եւ ընկալելի են, բայց կաթողիկոսի ուղղությամբ երբ որ նման մեղադրանքներ են հնչում, երբ իրեն փորձում են կապել նաեւ այդ միջադեպի հոկտեմբերի 27-ի հետ, շատերը նաեւ ասում են, որ ինքը անուղղակի կապվածություն։ Ես չեմ ասում ուղիղ ինքը կապված է այդ իրադարձությունների հետ, բայց կոնկրետ շահառուների այն շրջանակը, որոնք հոկտեմբեր 27-ի իրադարձությունների բերումով քաղաքական դերակատարություն են վերցրել Հայաստանում, կաթողիկոսը առնվազն դրանց հետ ունեցել է սինխրոն ուրեմն պատկերացումներ Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ ինքը որևէ կերպ չի դիմադրել եւ որևէ կերպ չի հակառակվել այն ամբողջ քաղաքականությունների առնչությամբ, որոնք Հայաստանի դեմ են իրագործվել։ Լավ, իր աչքի առաջ տեղի են ունեցել ոճիրներ, քաղաքական սպանություններ, մարդիկ են գնդակահարվել փողոցում։ Դուք երբևէ եկեղեցու որևէ բարձրաստիճան սպասավորից որևէ արձագանք լսել եք, որևէ հայտարարություն լսել եք, որևէ կշտամբանք իշխանությունների նկատմամբ պետությունը կեղեքելու, հարստահարելու վերաբերյալ լսել եք, տեսել եք, որ եկեղեցին օրինակ Հայաստանի իշխանության ամբողջությամբ քրեականացման եւ օլիգարխացման վերաբերյալ որևէ հակառակ բան ունենա, դիրքորոշում ունենա։ Հակառակը եկեղեցին ամբողջությամբ եկել կանգնել է քրեական հանցագործների, օլիգարխների, Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի կողքին եւ օրինականացրել է նրանց իշխանավարումը։ Ինչպես էր հնարավոր այդ տեսակ իշխանություն հաստատել հոկտեմբեր 27-ի ոճիրի արդյունքում։ Հիմա սրա հետ կապ ունի այս բոլորը, իհարկե կապ ունի, այնքանով որ այսօր մենք տեսնում ենք եկեղեցում հենց նույն նպատակների իրագործում։ Ինչ է իրանց վերջնական նպատակը, հայկական պետականության չեղարկում։ Երբ որ պարբերաբար դրված էր հոկտեմբեր 27-ի ոճրագործության եւ ահաբեկչության հիմքում։ Իրենք բաց տեքստով խոսում են միութենական պետության մասին։ Լավ, իրենց գոնե անթակույց աջակցում են ռուս եկեղեցու առանձին ինչ-որ եկեղեցականներ եւ հայ եկեղեցուց որևէ մեկը չի ասում վերընկեք տեղներդ, սա մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի ներքին կանոնական հարցեր են, մենք դրա հարցերը կլուծենք։ Եվ այս իմաստով կապը եւ զուգահեռները սրանք են, ու մենք չպիտի ընդհանուր նկարից դուրս դնենք եկեղեցու դերակատարությունը։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի պարտքն է նաև հավաքական եկեղեցուն հետ բերել այն նույն նպատակների ուղեցիր, որը կծառայի հայկական պետականության ամրապնդման եւ առաջխաղացման, ոչ թե հակառակ։ Ինչպես պիտի այդ ուղեցիր բերենք, պարոն Բաբաջանյան, որովհետև գիտեք վերջերս գործընթացներ կա, վարչապետն էլ օրերս հայտարարեց, որ գործնական փուլ է մտնում Մայրաթոռը ազատագրելու այդ գործընթացը եւ Հովանավանքում հայտնի պատարագը, որը մատուցում էր Տեր Արամը, որին օրերս կարգալույծ էին հայտարարել, բայց ամեն դեպքում Մայրաթոռից էլ հնչում էին հայտարարություններ, որ դա պղծում է Մայրաթոռը եւ դա կեղծ պատարագ է եւ այսպես շարունակ։ Այս գործընթացները դուք սրան ինչպես եք վերաբերվում եւ վարչապետի հայտարարությունը նաեւ, որ սա առաջին քայլն է եւ գործնական փուլն է վեհարանը։ Իմ վերաբերմունքի մեջ շեշտակի փոփոխություն է առաջացրել այդ հայտնի տեսանյութի ի հայտ գալը եւ դրա վերաբերյալ
այդ տեսանյութի գլխավոր հերոսի հերքումների, ապա նաև մայրաթորում նրա մասնակցությունը պատարագին։ Հերքում ըստ էության չի եղել, պարոն Բաբաջանյան։ Գիտեք, նրա պարզաբանում է այդպես ասեմ։ Երբ ամոթը իսպար բացակայում է եկեղեցական հիերարխիայում եւ ամոթը իսպար դուրս է գալիս նաեւ հոգեվոր կյանքից, այստեղ արդեն կարծում եմ բոլորովին այլ արժեքներ են եւ այլ վտանգներ ու այլ սպառնալիքներ մեր եկեղեցու հետագա կյանքի համար, որտեղ ես տպավորություն ունեմ, որ հրապարակված տեսանյութից հետո այլևս թե Արշակ Սրբազանը եւ թե Վեհափարը կորցնելու բան չունենալով իրենց հետ կարող են նաեւ կործանման եւ խորտակման տանել մեր եկեղեցին։ Որտեղ մենք հասկանում ենք, որ այլևս հրապարակային դաշտում ոչ Վեհափարը, ոչ Արշակ Սրբազանը չեն կարող դուրս գալ օրինակ եւ որպես կաթողիկոս, որպես հայրապետ, որպես եպիսկոպոս հանդես գալ, որովհետեւ դա համընդհանուր պարսավանքի սուբյեկտներ են։ Այլասերվածության եւ պղծության այնպիսի մի իրականության առաջ ենք եւ փաստերի առաջ ենք կանգնել բոլորս, որ դրան չենք կարող անարձագանք թողնել։ Ես կաթողիկոսի կուսակրոնության մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ կաթողիկոսի վերաբերմունքի մասին Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ։ Իսկ ինչ պիտի աներ, որ չի արվել, Կարծում եմ դրան անմիջապես պիտի գործողություններ հաջորդեին, Արշակ Սրբազանի ընդհանրապես պաշտոնավարումը պիտի կախակայվեր ժամանակավորապես, այդ կարգապահական մարմինը պիտի արագ որոշումներ կայացներ, առժամանակ Արշակ Սրբազանը պիտի դուրս չգար ծառայության։ Բայց իրենք հակառակն են անում եւ դրանով ցույց են տալիս, որ իրենք միջև վերջ գնալու են եւ իրենց միջև վերջ գնալու այդ որոշումը իրենց հետ նաեւ իրենք պատրաստ են խորտակել եկեղեցին։ Այս սա է, որ մենք չպիտի թույլ տանք եւ այդտեղ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի գործակիցներ որպես պիտի հանդես գան եպիսկոպոսները, որոնք չեն կարող համաձայն լինել այլևս այս իրողության հետ։ Ինձ զանգել են մի քանի եպիսկոպոսներ եւ ասել են, որ մենք ամոթ ենք անում կապա հագնել, շուրջառ հագնել եւ դուրս գալ փողոց։ Մի բան որ արել են մինչ այդ։ Այսինքն բոլոր եկեղեցականները այսօր կաշկանդվածություն ունեն, որովհետեւ այնպիսի ասոցիացիաներ են միանգամից մարդկանց աչքի առաջ գալիս, որոնք կապ ունեն Արշակ Սրբազանի արածի հետ։ Եվ եթե մենք իրապես ուզում ենք մեր եկեղեցին ազատագրենք, փրկենք այս խարանից, կարծում եմ ժամանակն է, որպեսզի եպիսկոպոսները նրանք սակավաթիվ 3, 4, 5, 6, 7 կան այդպիսիք անմիջապես տեղեկացնեն Գարեգին Վեհափարին, նրան ուղղակի հայտնեն, որ իրենց կարծիքով Վեհափարը եւ Արշակ Սրբազանը պիտի հեռանան եւ անմիջապես ձեռնարկեն վարչապետի հետ հանդիպում, ճանապարհային քարտեզ մշակեն, թե ինչպես են պատրաստվում այդ նպատակին հասնել, եթե Գարեգին Վեհափարը եւ Արշակ Սրբազանը չեն համաձայնում հոժարությամբ դուրս գալ կամ թողնել իրենց պաշտոնները։ Պարոն Բաբաջանյան, բայց հայտարարություն եղել է, որ կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարվել կաթողիկոսությունից, անգամ եթե կալանավորեն, որովհետեւ դե կալանավորման, գիտեք, ես այդ իրավապահ համակարգի ներգրավմամբ չեմ կարծում, որ մենք պիտի շարժվենք։ Եկեղեցին գոնե հրապարակված այս տեսանյութից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ խոհեմ եւ շատ առողջ եպիսկոպոսները ուղղակի այլևս չեն պատրաստվում լռել։ Ես հույս ունեմ, որ շատ արագ մենք ականատես ենք լինելու առողջ
գործընթացների, որոնք արդեն կան այդ գործընթացները, բան։ Եկեղեցին ազատագրելու են այս իրավիճակից։ Ասեմ, որ առաջիկա նոյեմբերի 4-ին նաև Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է, որին նաև արտերկրի մեր սրբազաններն են մասնակցելու, նրանցից եւս ոմանք ուրեմն կներգրավվեն այս գործընթացում։ Ես կարծում եմ ոչ Արամ կաթողիկոսը, ոչ այլ հարանվանություններ, բողոքական կաթոլիկ եկեղեցի գործ չունեն այս process-ի հետ։ Սա բացառապես Մայրաթորի ներքին կյանքին վերաբերող հարց է եւ Մայրաթորի եպիսկոպոսները պիտի սրանով զբաղվեն եւ պիտի ազատագրեն Մայրաթորը, մեր եկեղեցին, թույլ չտան, որպեսի այս բղծությունը եւ մի գործընթաց, որը կապ ուներ քաղաքական process-ների, կուսակցական process-ների հետ, բայց այլևս դրանից անդին է գնացել մի բան, որ այլևս նաև քույր եկեղեցիներ, այլ հարանվանություններ հետևում են այս իրադարձություններին եւ շատ կարեւոր է թե առողջացման ինչ process կգնա եւ արդյոք եկեղեցին իր մեջ ուժ կգտնի հաղթահարել այս ամոթը։ Սա մեր եկեղեցու, մեր ժողովրդի նաև պատվախնդրության հարցն է, արժանապատվորեն լուծում գտնել, որտեղ բոլոր եկեղեցիներում էլ կան այսպիսի բաներ։ Ի հայտ է գալիս, բայց որևէ դիմադրություն չկա։ Դիմադրությունը գալիս է նաև այն դերակատարների տված երաշխիքներով, որ իրենք ամբողջությամբ պաշտպանված են, անվտանգության անհրաժեշտ միջոցներ կան եւ կարծում եմ, որ վեհապարը եւ Արշակ Սրբազանը լավ չեն պատկերացնում այլևս թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ մասշտաբներով է տեղի ունեցել։ Իրենք պիտի ականջալուր լինեն իրենց եղբայր եպիսկոպոսների առաջիկա գործողություններին։ Ես հույս ունեմ, որ դա մեզ սпасեցնել չի տա եւ դա իրապես մեր ժողովրդին նաեւ հույս կներշնչի, որ մեր եկեղեցին այնուամենայնիվ իր ներսում բավարար կարողություն ունի թույլ չտալու հետագա գործանումը, հետագա իրադարձությունների անկանխատեսելի ընթացքը եւ շատ կուզեմ, որպեսի առաջիկա հովանավանքի պատարագին այդ եպիսկոպոսները գնան իրենց ներկայությամբ առանձնահատուկ նաեւ լեգիտիմություն հաղորդեն եւ ուրեմն ընթացող պատարագին եւ նաեւ Տեր Արամի այսպես կոչված կարգալուծության այդ որոշմանը։ Իդեպ ասեմ, որ այնտեղ եպիսկոպոս է եղել, որը կողմ չի եղել Արամ Տեր Արամի կարգալուծությանը։ Իմ կուրսեցին է եղել, ես նրա մասին չեմ ուզում հատուկ կանգ առնել, բայց վեհապարին շատ հավատարիմ եպիսկոպոս դեմ է եղել։ Միանձնյա է որոշվում, պարոն Բաբաջանյան։ Իհարկե որոշումը վերևից իջեցվել է, բայց գտնվել է մի եպիսկոպոս, որ դեմ է եղել։ Եվ դա, ասեմ, Սևանի Վազգենյան դպրանոցի Սան եպիսկոպոսը, որը Գարեգին վեհապարի շատ նվիրյալ հոգևորական է, բայց հասկացել է, որ բերված փաստերը այնքան անհիմն են, որ դրանք ջախջախվելու են, եւ ես կասկած չունեմ, որ այդ որոշումը շրջվելու է եւ ամեն ինչ գալու է իր կանոնական տեսքին։ Պարոն Բաբաջանյան, դուք ասացիք այս ամոթը պիտի հաղթահարել, տեսեք, սա միակ բանը չէ, ինչի մասին խոսվում է, սա հրապարակային դարձավ ընդհանրապես օրերս, բայց պարբերաբար խոսվում է ամենատարբեր հոգևորականների մասին, որ նրանք այլ երկրի գործակալ են, KGB-ի գործակալ են, այսպես դրա մասին վարչապետը վերջերս խոսեց ազգային ժողովի ամբիոնից։ Ինչ եք կարծում, այս իմաստով իրավապահ մարմինները ունեն հստակ տվյալներ, ինֆորմացիա, փաստեր եւ վերջին շրջանում հատկապես հոգևորականների կողմից շատ է խոսվում այն մասին, որ նախաձեռնվելու են վարույթներ, որոնցում ներգրաված է լինելու նաև Գարեգին բան, որտեղից այս ինֆորմացիաները կան նման հիմքեր, որ կաթողիկոսը կարող է ներգրաված լինել ամենատարբեր վարույթներում եւ իրավապահ համակարգը կարող է գնալ նրա ետևից, որովհետեւ քիչ չեն հայտարարությունները, որ նա կալանավայրից պիտի իր առաքելությունը շարունակի եւ չի թողնելու երբեւե իր կաթողիկոսությունը, այսինքն չի հրաժարվելու դրանից։ Որտեղից են գալիս այս խոսակցությունները։ Կան արդյոք հիմքեր նման խոսակցություններ լինելու նույն KGB-ի գործակալ լինելու հետ կապված, Նաթան arczepiskopos-ի հետ կապված մենք լսեցինք հայտնի այդ հայտարարությունները։ Այսինքն սա մի ամբողջ շղթայի մաս է, մի դեպքի մասին չի, երկու դեպքի մասին չի, եւ այսպես շարունակ։ Ինչպես պիտի լինի այդ առողջացումը։ Ցավոք, ասեմ, որ մենք վերջին հատկապես 30 տարիներին
չենք ունեցել բավարար իմաստնություն խորհրդային ժամանակների այդ ամբողջ կապանքներից ազատելու եկեղեցին եւ հասկանում եք, որ խորհրդային ամբողջ այդ ռեժիմը եկեղեցին օգտագործել է նաեւ իր ազդեցությունը, իր կապերը օգտագործելու հատկապես արտերկրի մեր եկեղեցու թեմերը հիմնականում նաեւ այս կամ այն կերպ կապված են եղել KGB-ի հետ, այսպես կոչված, եւ այդ առնչությունները շարունակվել են մինչ օրս։ Եվ ոչ պատահականորեն հայ եկեղեցին եւ հայ եկեղեցականները այս կամ այն կերպ հիմա ռուսական այսպես ծառայությունների ազդեցության գործիք են եւ գործակալներ են։ Եվ ոչ պատահականորեն այս տարի մայիս ամսին Նեզավիսիմaya գազետան հայտարարում էր, որ հայ եկեղեցին նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է։ Այդ պատահական չեն այդ իրողությունները եւ նույնիսկ եթե որևէ նոր ապացույց ի հայտ չգա վեհապարի անմիջական ներգրավվածության կամ վեհապարի եղբոր անմիջական մասնակցության կամ նրա գործակալ լինելու, KGB-ի գործակալ լինելու, թեև կարծում եմ, որ Ռուսաստանի թեմի որևէ առաջնորդ չէր կարող չլինել ռուսական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված։ Դրա մասին Տիրան Սրբազանն է պատմել նախկինում պաշտոնաթող այն եպիսկոպոսը, որին ստիպեցին, որ հրաժարվի եպիսկոպոսի կամ առաջնորդի իր պաշտոնից եւ նրա փոխարեն Եզրած Սրբազանը դարձավ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։ Եղած փաստերը եւ ապացույցները, տեսանյութերը եւ հայտարարությունները եւ կողմնակալ, կուսակցական հակումները բավարար են, որպեսզի մենք հստակ ցույց տանք, որ այլևս այս ճանապարհը չի կարող մեզ համար ընդունելի լինել։ Եկեղեցին չի կարող լինել պետության դեմ։ Եկեղեցին չի կարող լինել հայկական պետականության դեմ։ Եկեղեցին պիտի լինի նույն նավի մեջ, որը պաշտպանում, զորավիք է լինում իր ամբողջ կարողությամբ, իր ամբողջ ուժով պետությանը։ Ես 2019 թվականին մի առիթով, 20 թվականին, երկրորդ անգամ COVID-ի ժամանակ վեհապարին էի հանդիպում եւ վեհապարը միանգամից այսպես ուրեմն ինձ հայտարարեց, որ ինձնից փող չուզեք։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր էի հանդիպում իրեն եւ իրեն թվացել էր, որ ես եկել եմ իրեն նաեւ այդ COVID-ի համար հավաքագրվող գումար խնդրեմ։ Եվ այդ իր մերժողական այդ բանը մենք փող չունենք։ Ես այսքան շինարարություն եմ անում, ինձնից փող չուզեք։ Ես ճիշտ ասած վեհապարին խորհուրդ տվեցի, ասացի վեհապար, ես ճիշտ ասած չգիտեմ ձեզնից ով է փող ուզում, որտեվ կարծեմ փողի կարիք էլ չունենք, որտեվ անհրաժեշտ գումարները COVID-ի դեմ պայքարի կարծես առողջապահության համակարգին տրամադրվել էին, բայց ես շատ պիտի ուզեի, որ եկեղեցին ինքը նախաձեռներ եւ հայտարարեր, ինչի կարիք ունի պետությունը։ Եվ համահայկական դրամահավաք կազմակերպեր ինքը եկեղեցին, եթե դրա կարիքը լիներ, ուղղակի ցույց տալու համար իր պատրաստակամությունը պետության կողքին լինելու այն պահին, երբ համավարակ է։ Եվ ես չեմ տեսել այդ ոգին պետության կողքին լինելու։ Եվ այս իշխանության նկատմամբ հիշում եմ, որ ինձ ասում էր, որ այս իշխանությունները Լևոնի նման մեզ չեն սիրում, որ սրանք լիբերալներ են, իսկ լիբերալները, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման առաջին շրջանում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այդ սկզբնական փուլում, ուրեմն այս գաղափարական հոսանքի ներկայացուցիչները միշտ եկեղեցու նկատմամբ ունեն անտագոնիստական, մերժողական կեցվածք։ Թեև նշում էր, որ օրինակ Աննա Հակոբյանի հետ ունեցել են հենց սկզբնական փուլում հարաբերություններ։ Եվ դա պայմանավորված է եղել Աննա Հակոբյանի եղբոր Մանկուն Կարական երգչախմբի շրջանակներում ակտիվ ուրեմն դերակատարության հետ։ Աննա Հակոբյանը հրաչին բերում էր ամեն այսպես փորձի օր առաջնորդարան
եւ այդ կապը նաեւ առաջնորդական փոխանորդ Գարեգին Սրբազանը այն ժամանակ տեսնում էր Աննային եւ այդ կապը շարունակվել է նաեւ երբ հեղափոխություն է եղել եւ եթե հիշում եք այդ սկզբնական փուլում կային այդ շփումները դրանք իսպառ վերացան երբ Կաթողիկոսը որոշեց քաղաքական կուսակցական ուրեմն առաջնահերթություններով շարժվել եւ 2020 թվականի պատերազմից հետո եկեղեցին ամենաակտիվ ձևով ներգրավեց քաղաքական ուժերի այն պահանջին վարչապետի հրաժարականը պահանջող դրան միացան ակադեմիական շրջանակներ հիշում եք Արամ Կաթողիկոսը, Գարեգին վեհափառը ես դեմ չեմ որ եկեղեցականները քաղաքականությամբ զբաղվեն նրանք մեր նման քաղաքացիներ են եւ կարող են ունենալ քաղաքական դիրքորոշում բայց եկեղեցականները չեն կարող զբաղվել կուսակցական գործունեությամբ որտեղ կուսակցություն կուսակցական դրոշ այնտեղ եկեղեցի չի կարող լինել եւ եթե գիտեք արգելված է եկեղեցում կուսակցական դրոշ մտցնել որտեղ եկեղեցում կա մի դրոշ եւ դա Քրիստոսի դրոշն է ամենափրկիչ Քրիստոսի դրոշը այսօր մեր եկեղեցին ըստ էության խոնարել է Քրիստոսի դրոշը եւ բարձրացրել Քոչարյանի դրոշը հիմա սրա հետ մենք որպես ժողովուրդ եւ որպես էկլեսիա որ նշանակում է եկեղեցի հաշտենք իսկ Գարեգին վեհափառը որոշել է օրինակ որ ինքն է եկեղեցին չի կարող այդպես լինել Գարեգին վեհափառը եւ ընդհանրապես կարծում եմ որևէ եկեղեցական այսպես կամ այնպես հաշտվելու է վաղ թե ուշ մեր ժողովրդի մեծամասնության կամքի եւ ընտրության հետ եւ մենք բոլորս պարտավոր ենք ես որպես քաղաքական գործիչ որպես կուսակցության առաջնորդ ինքը կամ նրան հաջորդող որևէ կաթողիկոս որևէ դերակատար առանձին թեմի առաջնորդ պիտի ընդունեն ժողովրդի մեծամասնության որոշումը եւ ընտրությունը եւ պիտի հաշտ լինեն դրա հետ եւ պիտի օրհնեն այդ ընտրությունը եւ ամեն կերպ պիտի զորավիք լինեն որպեսզի այդ ընտրությունը լինի հաստատուն ավելի ուրեմն եւ միայն բարեկեցություն բերի մեր ժողովրդին եկեղեցին օգոստոսի 8-ից հետո ծպտուն չի անել այդ իրադարձությունների վերաբերյալ։ Տեսեք, մենք այսքան խոսում ենք, որ մեզ համար հնարավորությունների պատուհան է բացվել։ Ի վերջո, եկեղեցին այդ աստիճան ներկայություն ունի Միացյալ Նահանգներում, արևմտյան թեմում մենք ահռելի պոտենցիալ ունենք։ 60-ից ավել, եթե չեմ սխալվում, եկեղեցիներ կան ֆիզիկական։ Միայն արևմտյան թեմում։ Վստահ եմ, որ նույնքան նաև արևելյան թեմում։ Եվ սրա հետ չի կարող ամերիկյան կառավարությունը հաշվի չնստել։ Եկեղեցին պիտի ցույց տար իր նաև ուրախությունը, որ Միացյալ Նահանգները կարողացել է այսպիսի մեծ միջնորդական ջանքեր գործադրելով Հայաստանին խաղաղություն բերել։ Հնարավորության պատուհան բացել Հայաստանի առաջ։ Հələ մի հատ վեհափարի տեքստերը կարդացեք։ Տեսեք, մենք խոսում ենք, թե ինչպես է խաղաղության օրակարգը ամեն օր ավելի գործնական բնույթ կրում։ Ռուսաստանը հայտարարում է Ադրբեջանի տարածքով բեռներ տարանցելու հնարավորության մասին։ Ղազախստանը ցորենի Ալիևը հայտարարում է, որ ղազախական ցորենը կարող է իր տարածքով հասնել Հայաստան։ Այսօր արդեն փոխադարձությամբ Հայաստանն է պատասխանում։ Նախորդին մի հատ մայրաթորի եւ վեհափարի հայտարարությունները, որ ուրեմն ապոկալիպտիկ ուրեմն իրականություն է, սպառնալիքներ են, մարտահրավերներ են, որոնք որևէ հույս չեն տալիս Հայաստանին առաջ խաղացման։ Սա չի կարող այլևս շարունակվել։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, կհանդիպենք։